8-ամյա Սամվելը 3-րդ դասարանում է սովորում եւ տանը եւ դպրոցում նրան սովորեցրել են, թե ինչպես պետք է պահել բակն ու շրջակայքը։ Տխրում է, որ իրենց բակն այսքան կեղտոտ է տեսնում։ Ալարում են տանեն, աղբը գցեն, տանում են պաջեսներում, բրախում եւ իրենք տուն են գնում։ Սամվելն ասում է, որ հաճախ է դիտողություններ անում նույնիսկ մեծերին, բայց իր ասածին բանի տեղ տնող չի լինում։ Մեր շենքի տղաները, բաները խաղ են անում ու թափում են։ Իրենց ասում եմ, խիեք թափում, մեկ թափի հվակեք, իրանք էլի թափում են։ Բնակիչների հետ ունեցած մեր զրույցից պարզվեց, որ երկրորդ զանգվածի 29-րդ շենքի շրջակայքի աղտոտվածության պատճառները տարբեր են եւ բազմազան։ Մեկն ալարում է բարձր հարկիծիչներ, մյուսն անտարբեր է շրջապատի մաքրության հանդեպ։ Պատճառները էլի կան, դրանց մեջ բնակիչները կատակով նշում են նաեւ ցուրտ եղանակները։ Ասես այդ լրի սա թամբալությունից է էլի։ Այդ տհաճա գիտես շատ որ է բան են անում թափում։ Ահա բերեմ աղբը լցնում եմ կամ ապրանքն է։ Օրինակ մեր են թաղը, ապրանքը մի հատ էլ մեզ խառնում է։ Իրիկուններն ձիանն են լրի սաղ մեջ ընկած շախտալին։ Որոնց ես կեմ գիտես հաճելի է, որ սա բալավերդին է ձևի էլի, կեղտում գնում գալիս է։ Շրջակայքն ես գնամում լակոտ գնացում քեշը պրտում, շատ են թե որ դելա գծելու գնացում։ Լանցեք են պատվալը, հետո չեն գիտակ իննած պատվալ կանջերի բաների տեղերը մաքրել են, կեն չորդ թարգին են։ Բերել նյամսու ետ գծել, տանիցը դուսակալու շապ թելեփոնը գծում ունի։ Նույն շենքի բնակիչ Տիկին Ֆլորան ասում է, որ ամբողջ Սարահարթ թաղամասում 2 հավաքարար է աշխատում, ովքեր ֆիզիկապես չեն կարող հասցնել բակերի ամենօրյա մաքրությամբ զբաղվել։ Իր իսկ փորձից է ասում, նա քաղաքի ներքևի հատվածում է մաքրությամբ զբաղվում, պետք է մարդկանց վերաբերմունքը փոխել։ Ասում է կոնկրետ այս շենքի շրջակայքն այս վիճակում է անբարեխիղճ բնակիչների պատճառով, իսկ նման բնակիչներ ամեն տեղ կան, ասում է նա։ Որ մեկին ասես, մարդիկան հնաց անում դարին, քանս մասեր չեն լսում, մի լավ է մենք են մեղավոր դառնում, որ նկատողություն ենք տալի։ Շենքի բնակիչները համոզված են, որ պետք է քայլեր ձեռնարկվեն ղեկավարների կողմից, ասենք օրինակ տուգանքի կամ տույժի միջոցներ կիրառվեն, հակառակ դեպքում տուժում են բարեխիղճ բնակիչները։ Արմանուշ Նիազյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։